Ռուսաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն հայտարարել է, որ Հայաստանի իշխանությունների երկաթուղային համակարգի կառավարման գործում Մոսկվային փոխարինելու դեպքում տարիներով ձևավորված համակարգը կարող է մեկ ակնթարթում փլուզվել։ Ըստ Սամվել Մելիքսեթյանի, Շոյգուի հայտարարությունները հետևանք են այն բանի, որ Հայաստանը այլընտրանքային ճանապարհ է գտել։ Մելիքսեթյանը նաև ընդգծեց, Շոյգուն հայտարարություններ է արել նաև ատոմաէլեկտրակայանի հետ կապված։ Հայաստանը հնարավորություն ունի նույն ատոմակայանը կառուցել այլ գործընկերների հետ, ինչ որ պայմանագրային հիմքի վրա կարող է երկաթուղային ցանց է զարգացնել եւ սա բերում է Ռուսաստանի դիրքերի թուլացմանը։ Ռուսաստանը այս պահին շատ սուր է ընկալում։ Քաղաքագետի խոսքով Ռուսաստանին թվում է, թե միջնաժամկետ հեռանկարում տարածաշրջանում կարող է կորցնել իր դիրքերը եւ փորձում է ցույց տալ, որ չի հաշտվելու այս գործընթացի հետ։ Գնալով նաեւ մենք տեսնում ենք, որ հայտարարությունների մակարդակն է փոխվում։ Դուք գիտեք, նախկինում սպառնալից, այսպես ասած, հայտարարությունները հիմնականում քարոզիչների շրթերից էին հնչում, օրինակ նույն Սալավյով, Դուգին, հետո Ռուսաստանի ԱԳՆ-ներ, նաև ԱԳՆ-ի տարբեր օղակներ, սկսած Խոսնակից, Մարիա Զախարովայից, նաև ինչ-որ տարբեր դեպարտամենտների ղեկավարներից նմանատիպ հայտարարություններ են անում, հիմա արդեն բարձրացել է ավելի բարձր մակարդակի։ Անդրադառնալով երկաթուղու կառավարման կոնցենսիոն պայմանագրի դադարեցման հնարավորությանը, քաղաքագետը նշեց, խախտումներ կան, որոնք գրանցվել են դեռ 2018-ից 19 թվականներին։ Հրազդան-Դիլիջան երկաթուղու վիճակը, որը հավելյալ ներդրումներ է պահանջում, նույնպես խախտումներից մեկն է, որովհետև 2038 թվականին ռուսական այդ կազմակերպությունը պետք է հանձնի Հայաստանի երկաթուղիները Հայաստանին ֆունկցիոնալ վիճակում, այն վիճակում, որ եւս 3 տարի հավելյալ ներդրումներ չկատարվեն, արդեն իսկ ինքը ունակ չէ դա անել, որովհետև 2008 թվականին գործող երկաթուղիները հիմա չեն գործում եւ դրանց վերականգնելու համար պետք են հավելյալ եւ մեծ ներդրումներ։ Նրա խոսքով այն գումարը, որ մնացել է ռուսական երկաթուղիներից, հարավկովկասյան երկաթուղիները պետք է ներդնի մինչև 2038 թվականը, մոտ $60 միլիոն։ Սակայն սա բավարար չէ միայն երկաթուղու ֆունկցիոնալությունը պահելուց բացի, այլ հարցեր լուծելու համար։ Այսինքն կամ ինքը պետք է հավելյալ ներդրումներ բերի իր կողմից, կարծիքով սա մի քիչ բավականին կասկածել է նկատի ունենալով, որ ռուսական երկաթուղիները լրջագույն ֆինանսական ճգնաժամի առջև են կանգնած հիմա Ռուսաստանում, կամ կան մեխանիզմներ, որով Հայաստանի Հանրապետությունը կարող է նաև կոնցեսիայի պայմանագիրը վերանայել եւ վերցնել նաև այդ երկաթուղիները կոնցեսիայից հարավկովկասյան երկաթուղու։ Նրա խոսքով կազմակերպությունը չի գործում Հայաստանի կարիքներին համապատասխան եւ ընդհանուր առմամբ Հայաստանի երկաթուղիները տարածաշրջանի մասշտաբով գտնվում են վատ վիճակում։ Ես չեմ խոսում օրինակ նույն Ղազախ, Իջևան ավելի շուտ հենց Հրազդան, Մեղրաձոր, Դիլիջան, Իջևան երկաթուղու վերականգնման մասին, որը շատ կարևոր է Հայաստանի համար, եւ եթե կառուցվի Վանաձոր Փիալետովը գիծը նաեւ հյուսիս-հարավ, այսինքն Վրաստանից դեպի Իրան, դեպի Հնդկական ծով, Բանդերաբաս կամ հակառակողությամբ դեպի Փոթի Անակլա նավահանգիստները, եւ այստեղ արդեն խոսքը հարյուրավոր միլիոնների մասին է դոլարի եւ նույնպես ռուսական կողմը այդ գումարը չունի։ Մելիքսեթյանի համոզմամբ Հայաստանը փորձում է քաղաքական լուծումներ գտնել, որոնք կարող են բավարարել ռուսական կողմին, բայց նրանք պատրաստ չեն։ Հետևաբար կարիք կա գնալու իրավական դաշտ։ Սա շատ կարևոր է ընդհանրապես ցանկացած բնագավառում, եթե չեն կատարվում որոշակի պարտականություններ, եթե մենք ունենք խնդիրներ, այդ խնդիրները պետք է լուծվեն, հա։ Եթե իրենք չեն լուծվում, հետևաբար կան այլ process-ներ, որ պետք է գնան, եւ կարծում եմ Ինչու է սա կարևոր, որ նաև քաղաքական հայտարարությունները, քաղաքական որոշումները ռուսական կողմի համար, ինչպես նշեցի, անընդունելի են, երկրորդը դիտարկվում են որպես ինչ-որ քաղաքական մանիպուլյացիաներ, բայց իրավական դաշտում նույն մանիպուլյացիաներ անելը ավելի դժվար է։ Թե ինչպիսին կլինի կոնցենսիոն պայմանագրի ճակատագիրը, քաղաքագետի դիտարկմամբ կախված է Հայաստանի սկսած գործընթացներից։ Լիլիթ Աբրահամյան, Ալվարդ Բաղդասարյան, Մանուել Ստեփանյան, Ռադար Արմենիա։